Բարև ձեզ։ Նոր դուրս եկա դատարանից։ Թրքահապատակ իշխանությունը որոշեց կալանավորել ծոված ինձ ծառայող Լևոն Գալստյանի հորը Արմեն Գալստյանին։ Չեմ ուզում հարցի իրավական կողմին անդրադառնալ, բոլորդ գիտեք, որ Արմեն Գալստյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը ներկայացվել էր այն բանի համար, որ նա հայոյել էր ազգային ժողովին պատգամավորին, եւ դրա համար հոդվածը նախատեսում է նաեւ տուգանք եւ հանրային աշխատանքներ, բայց անգամ եթե պատիժ է նախատեսվում տուգանք եւ հանրային աշխատանքներ, քննիչը ներկայացրեց կալանքի միջնորդություն, իսկ դատարանը որոշեց կալանավորել Արմեն Գալստյանին։ Մի բան եմ ուզում ասել, որ ոչ մի իրավական գործընթաց չի կարող լինել հակաբարոյական կամ այլ կերպ ասած իրավական գործընթացը նաև բարոյական պետք է լինի։ Այնինչ ես տեսա այսօր, այնինչ մենք տեսնում ենք այս օրերի ընթացքում եւ վերջին տարիների ընթացքում ամբողջությամբ հակաբարոյական է։ Իսկ այնինչ հակաբարոյական է, իրավական լինել չի կարող։ Պարզապես ով չգիտի տեղեկացնել, թե ով է Արմեն Գալստյանը։ Արմեն Գալստյանը այն ծնողն է, որը ստիպված է եղել իր որդուն ուղարկավորել երկու անգամ։ Մեկ անգամ ուղարկավորել է գոտկատեղից ներքև, մեկ անգամ գոտկատեղից վերև, ընդ որում Լևոն Գալստյանի գլուխը մինչև հիմա չի հայտնաբերվել։ Արմեն Գալստյանը այդ ծնողն էր եւ թրքահապատակ իշխանությունը որոշեց այսօր կալանքի վերցնել տուգանք պատիժ նախատեսող հոդվածով զոհված զինծառայողի հորը։ Ինչ եմ խնդրում բոլորից հետ։ Բոլորս ի գործ։ Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռացվի, օր առաջ, այլապես այս ամենը չոքելու է բոլորիս դռներին։